ժողովուրդ, հոգաչափ շնորհակալ եմ, որ ես ազիզորը մեծ պատիվ է կարելի ինձ ու մեր կանոտ շենից բերել ձեր հանդիսավոր նիստին, են էլ Վոլգայով։ Տեսնես էստեղ նստածներից ում միտքն է եկել հասնել մեր ձորերը, կանգնել Օսեփանց բավականի դրան։ Ուրախացել աշխարհով մեկ եմ հերել, համա որ զորով պիտի բեմ հանել տայիք, էդ մեկը մտքովս չեր անցնի։ Ախր ես որ օրվա ճառասողն եմ, են էր այսքան ժողովրդի առաջ, բոլորը գիտնական, պրոֆեսոր, ուզում եք մի մատծամոն դառնամ ընկնեմ տելևիզորն ու ռադիոյի բերանը, հա։ Դե լավ, բայց խաղն չի համարել։ Մեր գյուղսևետի ճատնանց պատվականը կանգնել է, թե պտի հակնես բավական տան, քաղաքից այդպես են պատվիրել, սուտ, ում մտքով է անցել, որ այսքան տարի իմ հարցանիքի շորերը պինդ պահել եմ, որ մերներիս այդ շորերով թաղեն, մասխարա պատվականն էլ չկարացի ձեռիցը պրծնեմ, ասում է այսօր մեզ տոն է բավական տատ, քեզ պիտի զարդարել, ջահելացնել, որ սազ գաս այդ օրվանը։ Դե, համի քանի որ ճերբակ մազերից չխնայեցիք ու ինձ բեմ քաշտվիք, ես էլ մի երկու խոսք ասեմ իմ մասին ու կնստեմ։ Ուրեմն այսպես ժողովուրդ, ես Օսեփանց բավականս ոչ բարով աշխարհ եմ եկել են, երբ եմ աշխարհ եկել, ոչ թիվ եմ հիշում, ոչ էլ գրյանքում կա, հմիկվա դավթարնից թվականին մի նայեք, օղորմածիկ մարդ սա գրել տվել, 1900 թվական մայիս ամսի 8, էնպես է արել, որ ես ու ինքը մի տարվա, մի ամսվա, մի օրվա ծնունդել ենք, էդ էլ շատ սիրելուցնա, գիտեք, էդպես մի խաղ էլ կա, Արազնեկա լապին տալո Օրմացիկ էդ խաղը Երևանումներ սովորել ժայել ժամանակ ու քաղցր ձենով երգում է Համի որ սիրտս մին նեղվում է Էդ խաղերն եմ հիշում ու շունչս տեղն ակալի Արազնեկա լապին տալո չորգա լուխաս տապին տալո վայ ներող կրնեք ժողովուրդ միտքս բարակել է մտքիս թելը կտրվեց ուր էի հասել ինչ էի ասում հա կորած մոլարած մի օր լուս աշխարհ եմ եկել ու պատմելով մեր տան դարդ ու ցավը մինը 10 արել օխտ նոր չթամամած հերս վրաս տեր բերել տուն ինձ կնքել են ու անոնս դրել բավական Յանիք թե բավականա, հերիկա, տեր աստված, քո բախտն են կնկել երեխա չեք ուզում։ Դե ինչպես ուզեին օրվա հացի կարոտ խեղճերը։ Են ոզ լցնեին, են 9-8 բերան, որ ինձանով թամամ 10-ներ դառնում։ Որ իմանակ է, մեր գեղում 20-30 բավական ու հերիք անունով պարավ կա, հա, հավատացեք։ Դուք չեք հավատա, ձերեզ լեն ու բոլ կյանքն է։ Դա համիկվա կնանիք են թարս ձեն նստել։ Մեկ, երկու, երեխից հետո ձերներները լվանում մի կողմն են քաշում։ Բա հիմիկվա գիտությունը, են աստծու ստեղծած շունչը հանգցնում են հլադր աշխարհ չեկած ամոթելը ասելն էլի, Էդ տեսակ էլ մարդասպանություն օրը ցերեկով, վայ, ինչ ենք տեսել տեսակ։
ուրեմն ժողովուրդ դարդ ու ցավից բեխաբար մի օր կուշտ, մի օր քաղցած, լավ վատ մեծացա, են խելքս քիչ ու միչ բաներ կտրում ես աշխարհի խեր ու շարից, հակառակի պես տեսքով սիրուն աղջիկ էի, գլուխ գովալ չհամարեք, դե տեսնում եմ, որ են քթների տակը խնդմնդում եք, դե համի ով կմտածեր, որ ես մի բուր պարավը ժամանակին շիմշատ բոյ է ունեցել, կրակի կտոր աչքեր է ունեցել, են լուսնուն ասելա դու մի դուսարի, ես լուս կտամ աշխարհքին, դե օգուտ մինչ, այդ սիրունությունը կրակ ու պատիժ էր դարձել գլխի, չէին թողնում շունչ քաշեմ, որ իմանաք քանի փորձանքից եմ ազատվել այդ ճալպատուն աչքերի համար։ Մեր գեղի ջահելները օրը մի կռիվ էին սարքում ինձ համար ու նրանց մերերը, հերերը գանգատ էին գալիս մեր տուն ու իմ նանը անոցում էին մազերիցս բռնած տամ մի պուճախից մյուսներ քաշ տալի, աղբերտինս էլ մի կողմից էին ճիպտահարում, չէին թողնում են դուրս գամ արևի երեսը տեսնեմ, բա որ 18 թվի զուլումա գարնանա ասկյարի ճանք եմ ընկել, հենց մենակ հիշելով են թուքը բերանումս չորացավ։ Ուրեմս Էդ առավոտ հլա լուսն ու մութը չեն ջոգվել իրարից, որ մի բոլոկ ասկյար թափվեց մեր գյուղը։ Բաքվա վրա կռիվ գնացող զորքից բոլոկ ջոգվում էին, թափվում էին մեր գյուղերը։ Հատուկ են որցեղ են կտրելու, եղած չեղածը թալանելու, են սիրուն հարս ու աղջիկ փախցնելու աղ, գնա ու ետ չկա այդ տեսակ գարունը։ Դե էլ ինչ, ծեծված, ջարդված, եսիրներից ոտ ու ձերը կապ կպել, են ծորենի պարկի պես կցել էին ֆուրգոնները ու ղոչիները ձիերով գալիս էին մեր հետևից։ Աղստեփի ձորում մութը վրա տվեց, ինչ մութ, են մատդ կողես մարդու աչք տեսնիլ չի, մինել Աստծո հրամանով ասեմ, թե ինչ, մոտի քարափից տրախտրախոց լսվեցին, ձորը հազար բերան դղրդած, դմտմված, ոնց որ են 7 գլխանի դևերը որնային, ձիերը խրտնեցին, մեզ տանող ֆուրգոնը շուռ եկավ, հարամիները դիվահար սար ու ձոր փախան, սևան հատակը գնացին, հետո բանը պարզվեց, թե ինչ Աստծո հրամանք, ինչ բան, Սարերը փախած մեր տղեկն էին թալանչիների առաջը կտրել, դե եսիմ, կարող են երկնքի մատնել խառնայել, ներող կլնեք ժողովուրդ, ծնգներս չդիմացան, աղստեփի մոտ ծորերի են զարհուրանքը հլա ոտքերիցս դուրս չի գալիս, մին դողում են, թե չէ նամուսով կնիկար մատը իրեն թույլ չեր տա, այսքան մարդու առաջ են չանգացեցի։ Առաջ ժամանակ մի տղամարդ տուն մատնելիս, կնիկը նստած տեղիցը վեր էր կենում, պատիվ էր տալիս, բա ոնց, տղամարդը մի տան գերդաստանի գլուխա, դե չեմ ասում, որ դուք էլ այդպես արեք կնանիք, վախենակ ոչ, դե խոսքա, ասացի էլի, միտս եկավ, ուրեմս, ոնց որ տեսնում եք, ապրեցի, կյանքը հաղթեց, ու մեկ էլ, չէ, որ նստեմ գլխոս անցած դարքերը մեկ արմայր պատմեմ, են օղտ գիշեր էդպես նստած կմնակ, օղորմացի քերս ասում էր, պարանի երկարը, խոսքի կարճը, ուրեմս, իմ կարճ խոսքն էլ էսա ժողովուրդ, բոլշևիկի
քարվանսարա մտնելու աշունքին պսակվեցի աջ դրած տղայի վրա։ Ինչի զարմացակ, այդ սիրող սիրտը կուպրե կարասի մեջ էլ իրենը կուզի։ Մի գարնանոր ես ու Հարոթը են զատվա պատարակին իրար խոսք էինք տվել, որ են ջաղացի քարի տակ էլենք, իրար թակ չտակ։ Հակառակի պես էքսյորը Հարոթին տարան կռիվ ու 2 տարի հետո տուն եկավ։ Համի աչքս շամփինա, որ մարդ ուղակի մեր տուն ինձ ուզելու չկա։ Մի օր, 10 օր, մի ամիս, չկա ու չկա։ Ինքն էլ գեղամիտ չի գալի, որ աչքս իրեն առնի։ Հազար ու մի բան եմ մտածում։ Չլինի մեր ուխտը պայմանից ետ ա կանգնելու, աչքը ուրիշի վրայա քաղցրացել։ Էլ կարացի ոչ դիմանալ։ Միրիկնամուտի թաքունից քցեցի նրանց կալը։ Են աղստեֆի ձորում սիրտս էնպես չէր թպրտում, ինչպես նրա առաջ չոքած։ Ասում եմ, քանի օր ագեղ ես եկելու, ձեն չես անում, անխիճ, միտքդ ինչ է։ Նա լուր, ուսն է բարձրացում, յանիքի թե հեչ, մի կողմից է աղբրը պես է թափում աչկերից, կարգին երեսից չի նայում, ոնց որ ամաչելիս լինի։ Տեր Աստված, չլնի կռիվների մեջ խելը շաղվելա ու լեզուն լալկել։ Մտածում եմ, շատ որ զորեցի, փուլ եկավ։ Տեսնում ես էլի բավական ու դատարկ թևը ցույց տալով մխկտած խեղճը։ 2 կորնա պետք քո հետ եղնիկ մեջքդ գրկելու։ Դու էլ չեմ թողնում խոսքը վերջացնի, ճիտն է մգնում, բերանը փակում, էդ ինչ ես ասում Հարոտ, քո մի կորը աշխարի հետ փոխիլ չեմ, շուտ մարդ ուղարկե ինձ ուզելու, թե չէ հրեն մեր հարևանի տղեն, մեր տան 4 բոլորը ձի է խաղացնում, բավականին փախցնելու եմ ասում է, վրաց պսակվեցինք, ժամով, քահանայով, ոնց որ կարգն է, Էդ ոչը պուչ արտուշն էլ, որ իմացավ, կատաղեց, պրպրե, ճարներս կտրած, Հարոթը միրուգունից փախցրեց ուզուն թալա, իրակ հերու մոտ, հալմատասված մի դուր բաց կաներ, հա, ու դրուս բացարա, ուրեմս, ցուրտ մտնաշոր մի առավոտ, ուզուն թալան քնաթաթախ դուրս թափվեց։ Են զակ կտրած մեղրաճ անջը ոնց ալու, էդպես, ձենձնել էին թե, աչքներդ լուս, կարմիր բանակը Հայաստանա գալիս, սրանից դենը խորհրդային իշխանությունը հաստատվելու, տանջող չի լինի երկրի եսին, ասմեն էդ փախածների հետ, մեր տղեկնել են գալիս ես տուն ու տեղի վրա, էլյով կմնար տանը, դար ու դաշտ բռնած գնում են իրենց հարազատներին դիմավորելու, ես ու Հարութն էլ խառնվեցինք դրանց, կեր կամուճի մոտ առաջին դիմավորողները հասան զորքին, շատերը ճանաչեցին իրենց Գարիբներին, համա իրավունք չկար մոտ գնալու, ձեն էին տալիս, հերվից էին ձեն տալիս, գորգորում էին, մակի, ճեն դու ես եմ նանի ես, դյարի պաչան եմ բալա, թե երաշի, նանի, ժամանակ կտար, վարդի դեր, երախեքը ոնց են, ասում պար, գղևի ճան, լավոսալ ապրում են, կուկարոտն են կաշում, մի լացուցից աղ անգել մեջները, մի լացուցից աղ, որ պատմելու բան չի, էստեղ միտինգ եղավ, ճարեր ասեցին, կժվելու բաներ, ու էդտեղ էլ սատան են կողս բզեց, դվա, էդ մեկ ասվիլ չի, չի ժողոտ, էդ ասվիլ չի, դե լավ է, շատ եք զորում, քաղաքացու հյուրասիրությունն էլ էդքան հազիվլի էլի, դե լավ, կպատմեմ, մեղկը ձեր վիզը,
ուրեմն ուրախությունից խելքս թրծրել եմ ու խաբար չեմ եղել, թե ոնց եմ պոկվել Հարութի ձեռից ու վաստալով հասել մի ռուս սալդատի ձեռը պաչել։ Սալդատն էլ ինձ ագրկում ու պաչում։ Ուրեմն օրը ցերեկո այդքան ժողովրդի առաջ օտար մարդը դորահարցին պաչանի, հլամի վեր ու դիր արեք, թե էդ ինչ բան է։ Կծիծաղեք, բա ինչ, լուսավոր աշխարհ, ազատ կյանք, հազար ասեմ մեկը իրար չենք հասկանա։ Համի ուշքի եմ եկել, ոնց եմ վաստալի, Աստված եմ կանչում, ծնգներիս ուշ տա, ծնգներիս կես ճանապարհին չմնամ, ինձ գցեմ կեր կամուրջից, քանի մարդս թիքա չի արել, այդպես էլ կանեի, թե Հարութը լոկ տալով չհասներ ինձ ու կուռը փակ չտար մեջքովս, ոնց հացիծաղով, իմ ու քո աղբերն ա պաչարել, բավական ջան, չես ապաչում, Էստեղ կամաց սիրտս տեղն ընկալու, մի կուշտ լաց եղա, մինչև քարվանսարա ճանապարհդրիկ զորքին ու արևմուտոցին հասան կաղնուտը։ Ուրախությունը դուք էստեղ տեսնեիք, կինը մարդուն եք թե, մերը որդուն, քիրը աղբորը, ջահելները հարփել ընկել են գեղա մեջ, երգի ու պարի ձենը երկինք է հասնում։ Մի գաղթական ընտանիք էր ապրում մեր տան մեջ, մարդու կնիկ էին, 20 շնչից էդ երկուսն էին փախել հասել մեր ձորերը, էդ իրիկված ապուծից աղա նրանց վրա էր ազդել, ու տարածել էին թե շուտով թուրքը քաշվելով ու գաղթարկանությունը էլ էդ գնալու այրա հողի ու ջրի, մարդու կնիկ բլբուլ էին կտրել, ասում, խոսում, ծիծաղում, մինչև լուզ, կնիկը մի երգ երկեց, են քար ու թուփ կլացածներ, 60 տարի անցել է, էդ երգը դեռ ականջում սա։ Դել է yaman, dorkir işken, muşu duman, vakti yaman, kafur falak, voç mi deri, çaru kuman yar, vakti yaman, kafur falak, voç mi deri, çaru kuman yar. Երանի ձեր ժողովուրդ, էնպես էլ ծապ եք տալիս, ոնց որ թատրոնում թամամ դերասան դարձրիք ինձ։ Օր ծերություն, խայտարակություն, ասում եմ այսօր տոն է, խմիչքները տաքացած կլնեն, կերակուրները սարած, հա թող կնգտոց հոգին դուրս գա, տաքացնելով, պաղացնելով, մի հատիկ մարտի ութ եք տվել, են էլ կլոր տարին չարչարում եք, դե, էլ ինչ պատմեմ ժողովուրդ, որ երկիրը խաղաղություն ունեպ եկավ, որ մի քանի տարվա մեջ մեր գյուղը այնպես հարստացավ, որ քիչ էր մնում են կուլակների շարքը նգնեինք ու աշխարհով մեկ խայտարակելենք, ու առաջին նախագահան Հարութին դրեցին, ասկի չասին թե մի կուրը չկա, քու խելքն ա մեզ հարկավոր,
մենք քեզ շենով թև ու թիկուն կդառնանք։ Ու հետո եմ պատմեմ ժողովուրդ, որ ես ու Հարութը օգտվորդով սեղան նստեցինք, 4 տղա, 3 աղջիկ, ոնց որ օրհնանքի մեջ, չէ, համիկվա հարսների պես, գողից որդերը շաշ են գալիս, դեն ինչ պատմեմ, սրանից դենը Աստված տա, էլ ինչի եմ դես ու դեն ընգնում, ուրեմս խոսքս մոտենում ա աշխարհի ամենամեծ ղալմաղալի։ Հայրենական պատերազմը որ սկսվեց, տղերքս հասել սալդաթացու էին դարել։ Տարենը մի հարսանիք էի արել ու ամենափոքրից բապկենիս հարսանիքի օրը աշխարհը տակնու վրա էլա։ Իմ տունն էլ հետը։ Տղերքիս մին կռիվ ուղարկեցի ու նրանց նանի լեզուն չորանար, էդ խոսքը չասված բնար։ Ոչ մեկը ետ չեկավ, օտար հողերում թաղվեցի, գերեզմանակար էլ չունեցան։ Մեռելոցի օրերին մեր գեղի գերեզմանատունն էի գնում, 4 անտեր թմբի վրա խունկ ու մոմ էի վառում, քահանայով օրհն էլ տալի, որ սիրտս հողանա։ Անցած տարի մեր կաղնոտում աղբյուր հուշարձան շինեցին, քարի վրա իմ 4 գառնուկների անունները Վահան, Գուրգեն, Վազգեն, Բաբկեն, հիմքը որ դնում էին, տղերքիցս մնացած մին գուլպա, մին թաթման, հոլ կամ մի ջուղջան, տարադրեցի հիմքի տակ, դարձավ 4 աղբոր, ինչ եմ ասում, գեղի 104 աղբոր գերեզման։ Հողախտեցինք ժողովուրդ, աշխարհի շենությունը մնաց, ու իմ գառնուկների կյանքը աղբյուր կտրեց, կզնգզնգա աշխարհի ականջին, ասում եմ հաղթեցինք, ու դուշմանի մերը լաց եղավ, գլխին տվեց լաց եղավ, այսպես, այսպես։
մեղակ ես Տեր, մերն էլ ուրախանա մոր լացի վրա, համա ինչ ան։ Տղերքիս կսկից Աստված քիչ համարեց մեղավորիս, ետքն էլ մարդուս տարավ անխիղճը։ 20 տարի կոլխոզին նախագահություն չէ, հերություն արավ Հարութը, քունու դադար չուներ, հոգին ենտեղ էր, որտեղ տնտեսության ծեղը, նրա մինը 10 դարձրեց, գեղն էլ իր արևով էր երդվում ուտում, չէին թոնում գործից դուրս գա, միտեղ գնա, մի շունչ կաչի։ Էդ տարվա գարնան մի թուղ որ, սարից խաբար բերին թե, հասեք, քանի սելավապար կոլխոզի պարախները ոչխարի հետ մեկտեղ չի սրպել, ձորը չի լծրել, ոնց որ գեցակը խպեր գլխից, աչկերս մտնեցին, ծնիներս թուղացան, ընգա Հարութի ճիտը, աղաչանք, պաղատանք իմանում, մի գնայի սերն ասո, գեշերազ եմ տեսել, սիրտս վատ բան է գուշակում, ախր գնացող շատ կլի, դու մի կգրով, սելավի դեմա առնող չես, չլսեց, իր ասացի մարդ էր, հալա թթու խոսք էլ ասաց 40 տարվա մեջ առաջին անգամ, բայղուշի պես մինով նվա բավական, 10-12 ձիավոր քշեց, գնաց սար, ու են գնալ, դու չտեսար, իմ մարալի, իմ բալի, որ ասեմ, աշխարհիս երեսին մարդուց արսս քարսիտ մենակ երի մարդն է հավատացեք ես ձեզ օրինակ 4 ջահել տղերքիցս 4 սև թուղթ կացուն դոգումս 40 տարվա գլխավորս եմ հողը դրել ու մեր շենից վեր եմ կացել եկել քաղաք առոք փառոք նստել եմ թագավորական գահին ու չաչանակի պես խոսում եմ ներող կրնեք ժողովուրդ երված սիրտը մին ափերից դուրս է գալիս ամոթո եմ ձեր առաջ օղորմացիկ հերս հասում էր Աստված գիտի ինչ է անում թողնում չի մեռնողի ետն են օգ մին մեռնի ինչքան էլ գլուխը քարի ու սարին տա ես էլ չեմ մեռել ոնց որ տեսնում եք հակառակ ասլանի ուժ եք ապրես ախր թորներս հլա խմորակեր էին հարսներս ջահել ու թույլ կոլխոզից մի օղակ վերցրի են մի քանի տարվա մեջ տունս տեղս լծվեց անունս Երևան հասավ թերթերի մեջ գրեցին այսպես մի նայեք մի բուրջ կանշան ու մեդալներ ունեմ համա այս շորերին չերս ազգա չկախեցի մի կողմից են թորներս ու ծորներս էին մեծացել տուն ու տեղի տեղ դարձել ստիպում էին տանը նստել ենքան էլ շատ են թաման 60 հոգի 60-ն էլ Հայաստանով մեկ ծրված բա Հարութիս գերեզման էին ով տիրութին անի բա կաղնուտի օջախը ով ծխացնի տարին մեկ երկու անգամ գալիս են կաղնուտ
իրենց տատին տեսության, 60 հոգով սեղան են նստում, ասում, խոսում, ծիծաղում, թե դու չլնեիր բավական տատ, ես արևը, ես երկիրը չերելի, ու ստիպում էին, որ պարեմ, դե սեմ, ինչ անեմ, սևս ներս առնելով, կարմիրս դուրս, ձեռներս բարսացնում էի ու պարում էի,